Սիրելիներս, ահա եւ ձերանայի տիճկան փոխվեց, մենք գնում ենք ուղակի փոքրիկ երեկո անցկացնենք ամուսնուս եւ մեր լավ բարեկամի հետ։ Գնացինք։ Je sais pas, c'est bizarre là, parce que là, franchement, c'était dans le truc et il n'y est pas. Est-ce que tu crois que c'est laissé quelque part? Non, c'est que je l'ai prise. Je sais pas. Non, je ne l'ai jamais prise. Mais non, il y a là. C'est pas là, dedans? Où ça? Non, pas. Où ça, il est là? Je sais pas. Peut-être c'est deux. Tu veux que j'aille voir? Non. Tu n'en as pas besoin. Je pense. Մեր մոտ նես լավ եղանակա, երեխեք 18 աստիճան, բայց դուրսը ահավոր ցուրտ, դուրսը ներսը ցուրտ, դուրսը տաք։ Պատկերացեք դուրս եմ գալիս տաքանում, նորից ներս եմ մտնում։ Ça va, Sergio? Oui. Մատ ուզում եմ ձեզ ցույց տամ, քանի որ ես չեմ մեքենան վարում, մեր դաշտերը ոնց է կանանչել, քան եմ սիրում, այս մոմենտը, որ ասես մի անգամից կանանչում է 2-3 օրվա մեջ, 2-3 jours, ça déjà c'est tout vert. Tu vois? C'était vert, hein, déjà. Non, une semaine, les arbres là, ça commence, tu vois, regarde. Oui, parce que c'était marron. Ճիշտ ասած ցանկացա որ նկարահանեմ, բայց երաժշտությունն այնքան բարձր էր, հեսա պիտի այդ բանին այդ ռեստորանի ղեկավարը իմ ասել եմ, չէ, բասկետբոլիստուհին ա եղել։ Պիտի ասեմ Ամելին, որ ես գալիս եմ ռեստորան, խնդրում եմ երաժշտությունը հանի, էլի, որպեսզի կարողանաս նկարահանել։ Զրույց էինք տալիս, լավ ծիծաղում էինք, բայց ամեն դեպքում չկարողացա նկարահանել, ձայնը հանել, որովհետև բավականին բարձր էր երաժշտությունը։ Իսկ երաժշտության պատճառով YouTube-ը ամբողջությամբ անջատում է, թույլ չի տալիս։ Դրա համար հանեցի երաժշտությունը, մենք անցկացրեցինք բավականին լավ երեկո եւ ռելաքսացիա եղանք, այնքան կարիք ունեի ես, չեք պատկերացնի։ Ահա եւ թե մենք ում հետ ենք, մեր սիրելի Փեսա Դավիթը, Ռուզաննայի Փեսան է, ինքը իր կոմանդիրովկով եկել էր մեր ռեգիոնը եւ հավաքվեցինք միասին, մոտիկ այդ քաղաքում էր ինքը, գնացինք միասին հաց կերանք, իրար հետ մի քիչ երեկո անցկացրեցինք, ես ցույց եմ տալիս այս փոքրիկ ափսեն եւ ես չէի պատկերացնում որ պարզվում է ֆրանսիացիներն էլ են պատրաստում բաստուրմա ուղակի չաման չկա վրան կծույա մի քիչ բայց չաման չի սա կոչվում է բըֆ սեշե շատ համեղ էր սա ուղակի սկսնակ բերեցին մի փոքրիկ ֆրանսիացիք ասում են միզամբուշ բան էլի բերանի համը փոխես միջև ուտելիքը բերեն եւ մենք պատվիրեցինք բանի հորթի մռութը, գլուխը, հորթի գլուխը, մռութը սոխո վինեգրետով պատրաստած շատ համեղ էր, բայց ես այդ կողքի բաները չկերա, որովհետև ես յուղոտ բան չեմ ուտում, դա գնաց ուղիղ Սիրոժայի ափսեի մեջ։ Սա իմ ֆավորիտ ուտեստներ, հորթի միսը, վրան ֆուագրան թավայի մեջ են ստենց լավ տապակած վիճակում, այսինքն բանի սագի լարդն է, կարտոֆիլ էր, գարոխի պյուրե, շատ գեղեցիկ, շատ համեղ սոուսով, ասեմ ձեզ, որ այս ռեստորանում բավականին սես որ նայում եք քիչ է, բայց բավականին շատ է, որ ուտում ես հագենում ես, ես անգամ չկարողացա ավարտել մսի կեսը, կարտոֆիլը, որովհետև այդ մի քիչ շատ էր էլի երեկոյի համար։ Դե ինչ, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Սիրելիներս արդեն հաջորդ օրն է, առավոտյան մտա որ մայրիկին բարևեմ եւ սկսեցինք զրույց տալ ու հանկարծակի մայրիկը մի պատմություն պատմեց, վերցեցի հեռախոսը արագ որպեսզի ձայնագրեմ եւ դուք էլ լսեք այդ հրաշալի պատմությունը։ Դե ինչ, շարունակենք մեր վլոգը։ Սասունը Լեռնոտ է եղել։ Իսկ մուշը իր ամբողջ Ալաշկերտի շրջանով, Ռուստամ Գեդուկով 500 գեղա ունեցել մուշը անայդ։ 500 կեր, պետք է միլիոն ժողովուրդ, հենան այսօր մի հատ մարդ էր խոսում, որ եկել են մերը իր երեխեքի հետ, որ ծելա գնալ, թուրքերը խփել են բան, երկու տղին արել են ձեռքներից, մեկը 6 տարեկան, մեկը 7 տարեկան,
Մերը իր աղջիկա հետ մտել այդ շարքի մեջ գնացել է, կորցրել է երեխեքին։ Այդ երկու տղան տարել են, թուրքը տարել է, Թայլանդը իրանք աշխատացրել է, պահել է, ասել է մի անպայման թուրքերեն սովորես։ Չէ՞ որ ես մշեցիք քրդախոս են եղել անայդ։ Թուրքերեն չեն ապրել։ Մերոք թուրքերը չգիտեն լեզուն։ Քրդախոս են եղել։ Հա։ Ու հետո բանը այդ երեխեքին ասում մեզի տարան։ Մեզի տարան թուրքերը մենք լրիվ թուրքերեն աղոթքը, իրանց ամենից սակադարությունը սովորեցինք։ Հետո մեծ եղավ, որ էսի Կրոնը փոխել են այդ երեխեքին։ Չէ, իհարկե, հենց այդ տղեն էր պատմում։ Ասում է հետո մեծ եղավ, որ այս թուրքը տեղափոխեցին ուրիշ քաղաք, ուրիշ տեղ գնացին, իր ընտանիքով ինձ էլ մեզ էլ հետներ են տանում, ինձ ու աղբորս։ Ասում է մեծ եղավ, դրանց աղջիկը մեռավ ճանապարհին։ Որ ընկան խառնվան իրանց այդ աղջիկա թաղումով, բանով որ ընկան, ասում է, մենք երկու աղբորով փախանք։ Անջատվեցինք։ Քանի տարեկան փոքր են եղել։ Փոքր են եղել, բայց հիմա ինքը կենտանի է, այսինքն պատմել է ինքը իր բանը, ինքն է պատմում։ Ուրեմն շվաղոց է պատմել, որ Երևի, հա, հետո ասում է հետո մենք փախանք, որ ասում մենք փախանք, գնացինք, մի հատ մեկը մեզի վերցրեց։ Իր հոման վերցրեց, երբ մեզի պահեց, իր տունը գործ էինք անում, ոչխարներն էինք տանում արածացնում։ Հետո ասում է Ամերիկայի որբանոց բացեցին, մեծ որբանոց բացեցին, այդտեղ հավաքեցին այդ որբերին, մեծ մի տեղ էր, մի գյուղ էր, քաղաք էր, ասում է, որբանոց բացին։ Ամերիկացիք եկան այդ որբերին տարան։ Եկան հայ էին տանում մենակ։ Ասում է ես էլ որ արդեն թուրքերեն էի խոսում։ Ասի չէ, ինքը հայ չի, ինքը թուրք է։ Վայ։ Հասկացա՞ր։ Հետո իմ քուրը, որ մեր մորս հետ գնացել է, ասում է հարցնելով փորձել եկավ մեզ ինձի գտավ։ Հարցրել է, որտեղ են տարել, ոնց է, ոչ չի, մեկը մեկին ասում է հայերը որ տեսնում են, սկսում են պատմել։ Հետո հա։ Ասում է քուրս եկավ ինձի գտավ։ Տարավ իր հետ իր որտեղ ինքն ամնում, աշխատում է այդ թուրքերի մոտ եւ այլն։ Մի ասում է գիտես ինչ վիճակ էր, առու փախեր, մարդիկ ոսկով մեր կաթողիկոսը Խրեմյան հայրիկը մարդու մի Անդրանիկ Փաշեն մի ոսկով որբեր առել։ Ույ Աստված։ Մի հատ մի տղին մի որբեր մի ոսկի է ծախում։ Հետո հետո ինչ ա լինում։ Հետո ոչ է, էսրակ որ քրոջը դապրել է բանա եղել բան եւ այլն, հետո ինչ որ տեղափոխվել են, դες փախել են, հեռացել են Թուրքիայից։ Ու հետո եկել է Եվրոպա։ Թե Ամերիկա են գնացել, չգիտեմ, վերջում էլ գրված չէր, ու դες էլ փրկվել է ինքն ասում էր, ես այդ դրա կենտանի օրինակն եմ։ Կենտանի օրինակ այո։ Ինչքան մեղք ենք մենք։ Էլ բոլորս չտեսա ես։ Դժբախտ ասկինքերի։ Գետ կար։ Երբ տղենա պատում։ Ասում մեր գյուղի մեջ գետ էր գնում։ Այնքան է խորը չէր, ասենք, թե գետը այդ ապրիլ ամիսներ ասում։ Այդ երեխեքին որ վերցնում էին, այնքան կնիկ, որպեսզի չգնային, իրանց չտանեին, չբռնաբարեին, իրանց կնիկին չդարձնեին բաներ, սա իրանց գտի ջուրը։ Ասում է ջուրը այնքան էր բարձրացել, սա դիագներ էր։ Վայ։ Լրիվ դիագներ էր։ Ոչ քեզ, ոչ ինձ էլի։ Հա, ասում է իրանք զոհեցին, որպեսզի հանկարծ թուրքի կնիկ չդառնան, թուրքի զոհ չդառնան։ Ուսիմա մի ասա։ Հասկացա՞ր անայդ ինչ է կատարվել։ Մի միլիոնը կեսը սպանել է, բայց ինչքան են ընկել ջուրը։ Բա։ Բայց որ իմ պապս որ պատմում է, մենք ասում Սալիկա Խրիստեսնում ենք։ Երեխեքին ասում ոտից նոր ելած երեխին, մինչև ասում 10-15 տարեկանը նախերի նման ոչխարի ոնց է գցում։ Ասում Իրանք սարերում են եղել, հա, այդ լրիվ պարտիզան։ Իրանք փախել են անայդ տղամարդիկ, մտածելով որ կնանիկի ձեր չեն տա։ Չէ որ խապեցին։ Գոնե կնանիկին է տանեին։ Խապեցին որպես մանևրի վարժությունները տարան որ միտով զին վարժություններ հավաքեցին շատերին դες կոտորեցին, բարեցին, սպանեցին։ Կեսանցս գյուղը հլա դեղ 16 թվի 17 թվի թուրքերն եկել են, չէ՞։ Բանը Ախիլիսա վա։ Ախիլիսա, Սարյար։ Լիա։ Կեսուրը Սարյարից է, չէ՞, Խուրյանի շրջանի Սարյար։ Այդտեղ թուրքերն եկի ո՞մ։ Ասում է եկել լրիվ լցվանը դեղել կոտորել։ Ասում է ուրեմն իմ կեսուրիս հերաստունը Երևան քերին կար է որ Հա։ Ասում է 25 հոգի էին ընտանիքի Գերդաստանը։ Հա։ Մենակ կեսուրս Երևան Արդաշն են փրկվել։ Այդտեղից մերներ sense զոբա ունեցա կախված։ Թուրքերը վախեցել են որ դի կախած դրանք չեն սպանել։ Վայ։ Ես կեսուրիսու
Երևան բանին էլ Արտաշին էլ փոքր են եղել դրանք, դες քան տարեկան են եղել, 8-9 տարեկան, այդ աթալիս որ բան ամրոց են սարքում, երկուսի կողել ատեղ է տատը, բերետ փագել է, ծվաղել է, ծեպել է, ծագել կա, էլի ամրոց, այդ միջև էդ որ ժողորդի նախերի պես տարել, հզազ է, մեծ ծոր ասենց, տարել է սաղին գնդագահար էլ։ Հրաշալի պատմությունը Սաթիկ տատիկի, որ ամեն անգամ մաման պատմեմ գլուխը ցավում է։ Մենակ այսպես գնաս գաս քայլես քո համար արդեն ամեն ինչ արժի։ Այսօր առանց նավիգատորի եմ եկել։ Ուռա! Ժողովուրդ ջան, ավարտվեց իմ աշխատանքը եւ ես ուզում եմ ձեզ ասել, որ այսօր առաջին անգամ ես առանց նավիգատորի եկա այս մարդկանց տունը։ Ժողովուրդ Երևի 20 տարի ես այս աղջկան ճանաչում եմ, այս կնոջ, այս խմբին, բայց միշտ ունեց բոլոր է տեղը, չեք պատկերացնում, մի վայրկյան շուտան տեսեք։ Հեսա նայեք, իմ քաղաքից հեռու համարվում է քաղաքից հեռու, հիմա ես ըստ իմ օրիենտացիայի, այսինքն ըստ իմ բանի, աչքի հիշողության, ես սենց եմ եկել, հիմա սենց էլ հետ եմ գնում, բայց արդյոք դրանայի դժկան հետ կգնա այնտեղ, թե որտեղ, չգիտի գնում եմ, որտեղ հասնեմ, այնտեղ էլ կիչնեմ։ Ճիշտ ասած մտածեցի գնամ մի քանի հատ գնումներ անեմ, այնց ուզում էի գնա ելա, ակվա, անտես մի քիչ բանջարեղ են գնել, բայց չասեցի։ Ավելի լավ է դա ես կանեմ, երբ որ ազատ լինեմ, որովհետև ես այսօր դեռ չեմ ավարտել իմ գործը եւ ունեմ գործ նաեւ ժամը 6:30-ի կողմերը պետք է տանից դուրս գամ։ Նայեք, տեսեք ինչ լավն է ճանապարհը, հին ճանապարհ է շատ։ Սա համարվում է այդ քաղաքի գիծը ոնց որ բան լինի, էլի գիծը փոքրիկ վիլաժներ են։ Սա համարվում է այդ քաղաքը, որտեղից ես օգտվում եմ, ասենք գնումներ եմ անում, բայց ինքը քաղաքից դուրս է, այսինքն ոնց որ գյուղ լինի, բայց դե մոտիկ են 2-3 կիլոմետր հասնում են Լեքրեղ եւ այլն եւ այլն։ Անայտի նման չեն 25 կիլոմետր վարեն մեքենա, որ գնան մի հատ հաց առնեն։ Վայ երեխեքն էդ հոգեցի։ Ես այսօր չեմ կարող ասել լարված, որտեղ ես ընդհանրապես չեմ լարվում, ես անգամ են ուժեղ խաղի ժամանակ, որ սենց միավորը միավորի վրա, յա այս կողմ, յա այն կողմ, ես չեմ լարվել։ Իմ մոտ այդ բանը բացակայել է, որովհետև իմ մոտ մի հատ բնավորություն կա, որ դրա մասին եք խոսամ, որ ես չեմ սիրում զենքերս միանգամից գցել։ Ուրեմն բանը, այսօր եկել էր մի կին, առաջին անգամ էր գալիս։ Մենք արդեն այս խմբին ես արդեն 15 տարի է ճանաչում եմ, մենք միասին աշխատում ենք 15-16 տարի ու իրանք գնում են ուրիշ տեղերից, չէ՞ որ մեր այգի մոտից են գնում, բայց հիմնական իմ մոտից են գնում։ Մանավանդ որ մի քիչ է տարիքը մեծանում է մարդու, արդեն ավելի էս որակյալ բաներ ուզում։ Ուրեմն պատկերացրեք երեխեք, որ ասում եմ, ես վատ եմ զգում 1, 2, 3, 4 հոգի արդեն թոշակի են անցել, ուտեղ ես զգում եմ, որ ես մեծանում եմ, բայց դե ոչինչ, ուրախ մեծանանք կարևոր։ Ուրեմն այդ կինը իմ ընկերուհիներն իրեն ասել են, որ Անահիտը նաև բացի նրանից, որ ինքը ցույց է տալի, ցուցադրում է եւ մենք գնում ենք, վաճառք կա շարժ, ինքը նաև փոխում է ստիլը։ Դե հիմա մարդը մտել նայել էր Instagram-յան ալիք եւ այլն եւ հաճիկով եկել էր որպեսզի ես իր ստիլը փոխեմ, քանի որ ինքը գնացել է թոշակի, բավականին լավ աշխատանք ա ունեցել, միշտ հագել է կլասիկ ավելի շուտ շորեր, հիմա չի ուզում այդքան դուրս գա կլասիկայից եւ ուզում է մնալ նորից էլի կանացի, բայց ոչ կլասիկ։ Դե դա ինչն է Անահիտի համար այդ մոմենտը այդքան էլ անծանոթ չի, որովհետև շատերը կա որ տենց են, շատերը կա դաժե դու ինքդ քեզ ասում ես դե լավ, դե ուր եմ գնում, որ ամբողջ օրը տունն եմ, էլի թոշակի եմ ամբողջ օրը տունն եմ, այդ ժամանակ, բայց չէ որ դու ցանկանում ես մնալ կանանցի եւ ցանկանում ես լինել աչքի համար հաճելի։ Եվ ես այդ կնոջն նայեցի մարմնի բոլոր հատվածները, որովհետև դժվար է, որ պետք է նայես տեսնես ինքը ինչ մորֆոլոգիա ունի, զանգում էին, նայես տեսնես ինչ մորֆոլոգիա ունի, ու ես անցա գործի։ Մի քիչ լարվածություն է եղել, որ ես պետք է ճիշտ ընտրեի իրեն, որպեսզի ինքը իր այդ ոճից հետո միանգամից չբանալներ էլ, ինչ են ասում, սենց այսահարվեր էլ, ասել, վայ աստված իմ, ես սենց, որտեղ ես յան
ըստ իրա որ տեսա հագնված կապնված եկել էր, որովհետև բավականին շատ աղջկանայի կան եւ գեղեցիկ պրեզենտացիա պետք է լիներ եւ ինքը ցանկանում էր իր շորերով գալ, կոստյում, շալվար, կոստյում, պիջակ, բաճկո, տաբատ, շատ չպրպրտաներ, անկած բաներ են սուտ։ Վերջ ինչ եմ ուզում ասեմ եւ ես անցա գործի եւ կհավատաք սկզբից ինքս ես նայեցի ինձ, ես իրան մի քանի բաներ վերցրեցի, տենց անսամբլներ վերցրեցի եւ շատ հաճելի կիներ։ Երկար բարակ նայեցի, մի քիչ զրույց տվեցի հետը, ուղղակի ցանկացա իմանալ թե ինքը իր առօրյա ոնց անցնում թոշակին, արդյոք իրենք հաճախակի կամ երբեմն կամ քիչ դուրս են գալիս, դե ասում է առաջվա նման չի, բայց դե ասում է ընկերներ ունենք, դուրս են գալիս, էս կողմենքով։ Ու ես իրեն համար ընտրեցի շատ գեղեցիկ մի քանի հագուստ եւ այդ հագուստներից մտա ասեցի ես քեզ չեմ պարտադրում, սրանից որոշի թե որն ես գտնում։ Նախ առաջինը տվեցի այդ գծավոր կոստյումը, պիջակը եւ ժիլետը, որը որ շատ-շատերն ասում են, «Օ, այսի պիտի լավ տեղ գնաս եւ այլն», սպիտակ տաբատի հետ, ջինսի։ Հետո տվեցի Chanel Lizan, այդ որ տեսել եք են գեղեցիկ են վեստը սպիտակ իմ հագը, այդ բուկլե, դա ջինսի տաբատի հետ եւ սպիտակ սովորական մայիչկայի հետ։ Հետո տվեցի գազարագույն այդ կարմիր պիջակը իր համապատասխան բանը երկնագույն այդ բլուզի հետ եւ եւս ջինսի հետ եւ ինքը մտավ սենյակ որ փորձի մի քանի եւ տես շատ բաներ ասեցի սրանցից մեկը անպայման քոնն է արդեն դու ինքդ պիտի որոշես եւ այդ կինը ուղակի ապշած էր մնացել որ ինքը մնաց կանացի եւ նաև սպորտային, սպորտի շիկ։ Եվ գնեց եւ ուրախացած ասեց «Ատխե բիենտո»։ Շատ գոհ եմ եւ շնորհակալ։ Ձեր պարզության, ձեր անմիջականության եւ ձեզ ճիշտ խոսալու համար, որովհետեւ բաներ կային հագնում էր, ասում է չէ, մեծացնում եք այս տարիքում իրենց։ Ինչ եմ ուզում ասել, ամեն տեղ սիրելիներս ազնիվությունը իր գործն ունի։ Այսօր ես ինչ են ժողովուրդ, ինչ եք դուք ինձ սիրում, որովհետև ես այդ ազնիվ եմ, ոչ մի ավելնոտ բանը, ոչ գլուխս եմ գովում շատերի նման, ոչ էլ քննադատում եմ շատերին, ամենքս ունենք մերը, մեր ոճը, մեր մարմինը, մեր գաղափարը, մեր խելքն ու շնորհքը, մեր խոսքը, մեր ինտելեկտը, մեր հումորը, տարբերանք։ Միակ վատ բանը գիտեք, որ նա որ դուք համեմատում եք։ Այդ համեմատելը դրանից ահավոր բան չկա այս կյանքում։ Եվ խորհուրդ եմ տալի երիտասարդ բլոգերներ, այդ մեկին որ լսեցի շատ երիտասարդ է։ Մի հատ խնդրում եմ նայի քո շուրջը, քո շրջապատը, թե դու ինչ ես անում։ Եթե ինչ որ քո խոսքը չի համապատասխանում քո արածիդ հետ, ուրեմն դու դադարացրա մոնտաժարա ու ընդհանրապես լրի։ Քննադատություն, որը որ ընդհանրապես մոտիկ չի բանին, այդ իր ցույց տվածին իր արածին, որ ինքը միայն ցույց է տալի ինտելեկտը բաներ, ինքը ոչ շատ բլոգերներ կան, որ ցույց է տալի իրենց տունը, իրենց տեղը, այսինքն դա մեկը ասում է այն մեկը, ով որ տարիներ առաջ պատահաբար ընկել եմ իր անկողնուց բռնած ցույց է տվել ամեն ինչը իրային ամենայն մութայնքները չի կարելի մտածեք եւ մի ինքնահաստատվեք ուրիշներին քննադատելով որովհետեւ այդ բումերանգը կարող է գա կպնի ձեր ճակատներին եղեք ազնիվ բլոգերությունը դա փող աշխատելու աղբյուր չի բլոգերություն դա մեր Հայաստանի մեր հայերի պատիվն է հայ բլոգերները պետք է պատվով գլուխները բարձր պահեն ոչ թե ցինիկություններ անեն Այդպես, այսինքն ցինիկություն բարից բուն իմաստով չեմ ասում։ Մարդկա երկում է, ապարում է, դա շատ ուրախ եմ ես դրա համար։ Ես այնքան եմ ուրախանում, որ ամեն մարդ ունի իր կոնտենտը։ Ցինիկությունը իմ համար գիտեք որն է, որ ուրիշներին քննադատում են եւ իրենք ինքնահաստատում են։ Չի կարելի։ Ուրիշ բան պուբլիկը, ժողովուրդը քննադատի ինչ որտեղ, ասի, «Բոտոմ ինչ ես ցույց տալի, ես ինչ կամ ինչ ես անում, բան, դա ինքը իրավունք չունի, չես ուզում մի նայի, շրջանցի»։ Մեռանք ասելով, էլի, մեռանք։ Օրինակ, հիմա ես այդ անդրադառնամ այդ հարցի ժողովուրդ ջան։ Ուրեմն ժողովուրդ ջան, ուզում եմ անդրադառնամ մի հարց, մի բանի, որ ասեցի կասեմ ձեզ հետո, ես բոլոր գիտեք արդեն սպորտի ասպարեզում եմ եղել եւ Աստված գիտի թե ոնց չեմ սիրել պարտվել։ Բայց գիտեք ինչ կա, ես ձեզ ասեմ
աստրոնոմիկ գումարներ եմ ստացել բասկետբոլ խաղալու համար։ Ես իմ մամայի եւ պապայի 1 տարվա աշխատավարձի չափ փող եմ ստացել ամսական։ Սովետական միջաժամանակում դուք արդեն գաղափար կազմեք։ Ես ձեզ մենակ մի բան կասեմ։ Ես որ մտել եմ դահլիճ, որ լույս տանջատում էին ու մեկ մտնում էին համար 4 Անահիտ Հակոբյան, համար 5 Ռուզաննա Իսվարեջյան, Սարանայից Սարգսյան, Վարարոնենկո, Տարարոշենկո եւ այլն։ Այդ ժամանակ էր միայն իմոցես մի հատ փորի մեջ ոնց որ մի հատ բան ասենց վախ գալիս ու բայց նաեւ հպարտ։ Ժողովուրդ, ես խաղացել եմ սովետական միության հավաքականում անգամ։ Գիտեք դա ինչ պատիվ է, չէ՞, Հայաստանի համար, փոքրիկ Հայաստանից։ Կյանքում չեմ մտածել խաղի ժամանակ կամ հաղթանակի ժամանակ կամ այդ որ ես խաղում եմ փողի համար։ Կյանքում չեմ մտածել դաժե եկել աշխատավարձիոն այդ փող տալու օրը, ես չեմ էլ հիշել որ փող պիտի տան։ Ինչ է ասածս ուրա տան։ Այս YouTube-յան ալիքում հանկարծ շատերը կմտածեն, գլուխները ղալլատ կանեն։ Նախ, եթե ես մոնետիզացվեմ էլ, դա այնքան չնչին գումարներ է լինում, որ, ինչ ասեմ, անգամ այդքան ես էներգիա, որ ես ծախսում եմ, դա չարժի։ Ես մոռանում եմ անգամ, որ կա մոնետիզացիա, մեկ ասում եմ, վայ, հել մի հատ նայեմ տեսնեմ, մեկ էլ չեմ էլ հիշում դաժե, այսինքն դա չնչին գումարներ կարող է լինի, ես դες պարզ ատկռավենն ասում եմ, ես որ դուրս եմ գալի եթեր, ես ինձ հետաքրքիր է նայողները դե իրանք ինչ կոմենտներ են գրում, ոնց որ սպորտի դահլիճում ոնց են ծապտրել մեզ, Անահիտ, հատիս, այսինքն դու այդ րոպեն չես մտածում, որ դու գումարի համար ես աշխատում, դու չես մտածում սյուժե, սպասի ես այսօր ձերքս ես կանեմ, կամ սես պասը կտամ, որ ինձ փող շատ աշխատեմ, դուք ճիշտ հասկացեք, ես ինչու եմ ասում սա, իմ հաղթանակը իմ աուդիտորիան է, երբեմն մթագնում եմ, այո, երբեմն մթագնում եմ, մտնում եմ, ասում եմ, այսքան բան կա, հետևորդներ կան, բայց քիչ են նայողները վսյոտիկի, այսինքն ինչ են նայում, հետաքրքիր լյուբապիտնի բաներ, դե ոչինչ ասում, կարևորը, որ իմոնք նայում են և գրում են, ոնց կարող է ձեր մտքով անցնի, որ ես ինչ-որ մեկը կարող է բան ասած լինի, ես նեղանամ չփակեմ, ականջներին է իրանց երևում, նախտես բան չեն ասել, որ ասել են ավելի իրանց ինադու եմ, ես ավելի եմ ջղայնանում, ասեմ թեզ իմ մոտ են թասիբ ասել, Օղորմածիկ Չոլախյանին, այդ անտերը չի թարգմանվում, ես ոնց կարող եմ ես խոսքի ձեզ լքել, երբեք, էլ եմ ասում, եթե լինի առողջական պահեր, վիրահատություն կամ բան, այո, բայց ընդհանուր իմացեք, որ տենց մանր բաների համար չէ, ուղղակի ցանկալի է, որ ինձ դիտեն և ես դրանից ավելի vocation չեմ, իսկ դիտելու համար, դաժե այդ աբոնեները, ինչ են ասում, աբոնեներին, գրանցվողներն էլ այդքան չի հետաքրքրում, ինչքան դիտողները, որովհետև դիտողները դա քո հաղթանակն է, ճիշտ հասկացեք ես։ Դրա համար սիրելիներս, ձեզ տեսնեմ, նաստարտ նիմանի մարշ, ինձ զանգում է ժողովուրդ։ Դրա համար սիրելիներս, դուք ճիշտ հասկացեք և ճանաչեք ձեր Անահիտին։ Անահիտը առաջինը անում է այս ամեն ինչը իմ պուբլիկի համար, որպեսզի ձեզ, ինչ ասեմ, ձեզ ուրախացնեմ, նրանք ովքեր տխուր են անցկացնում, ուրախանան, նրանք ովքեր էներգիա են պահանջում, էներգիա փոխանցեմ, իսկ նրանք ովքեր նեգատիվ են, տեսնեն, որ պոզիտիվ բաներ կա, էներգիա կա, իրանք ալի ղոտուղան են, էլի գնալ առանց հետադարձ տոմսի, իսկ իմ լավ, սիրելի հետևորդները նստեն էկրանների դիմաց և ժպիտները երեսին, պոետեսուի Անահիտին լսեն, ահա և ձեր Անահիտը վերադարձավ, շատ էիք կարոտեն, դե հիմա ուզած պիտի նայեք, հիմար, հոշ, ու տեսել է, որ ես մարգացելն եմ միացրել, կներեք, ժողովուրդ ջան ներող եղեք, լավա ռեֆլեքսս, ռեակցիաս նայելը, սենց աչ, ձախ, ձեր հետ,
ամենուր աշխատում է դեռ։ Այդպիսի բաներ սիրելիներս, հիմա կասեք Անահիտն ինչի ասում հոշ։ Այդ տիպի մարդկանց դու հոշ ասես, ինչ ասես այդ սարներ տանեմ։ Հիմա արդեն հասնում եմ տուն, անմիջապես իջացնեմ իմ պայուսակը, անմիջապես արդեն առաջ գալիս էի հաջորդ օրը նոր պատվերներ անում եմ։ Հիմա էլ իրավունք էլ չունեմ, որովհետև օրի վրա ստոկը անմիջապես վերջանում արդեն այնտեղ ռազմերների մոմենտն է, մարդիկ այն մի հատ աղջիկ էնի մենք կարմիր պիջակից արել, այն ինչ հա տխնում եմ մի հատ լգրեմ տեսնեմ ով կունենա ինձ բանանի ուղարկի 40 ռազմերը զակազատվել չկա եւ ես ցավում եմ իր համար, որովհետեւ շատ լացում էր համարյա որ չուներ։ Այդպիսի բաներ սիրելիներ։ Սա այն մեր սիրած գեղեցիկ վիլաժն է, որ այն Փարիզի կինը գրել էր, լավա Փարիզում չեք ապրում։ Թե չէ անընդհատ ցույց կտայիք Փարիզյան գեղեցիկ աստվածամոր տաճարները։ Այ թե այստեղ են ասում, սիրելի տիկին, խելքի ձյուն գա, ձյունն էլ հալվի, թափվի աչքերիդ մեջ։ Ոնց կարող ես դու փոխել ես հրաշք գեղեցկությունը ոչ մի բանի հետ, երեխեք իրոք բան եմ ասում, սա ուղղակի պետք է տեսնել։ Սա գեղեցկություն է, գեղեցկություն, հանգստություն, ջանսաղություն ասել տղուս։ Բա, ատանք բաներ, այս տեսնում եք, երեխեք մի շաբաթ առաջ այս ամբողջ այս կանանչը կարիշնվի է շագանակագույն էր, հիշում եք։ Իսկ այսօր այն կանաչել է, ոնց եմ ուրախանում, ոնց որ, իսկ մի հատ նայեք, խնդրում եմ մեր այս ամրոցը, մի վարկյան, նայեք, տեսեք ենքան գեղեցիկ է, գիշերը լույս է տալիս, բայց կարելի է, գիտեք, մի օր բարձրանամ մեքենայով վերև, չեմ կարա բարձրանամ, մի օր պիտի ելնեմ, եթե ինձ չվտարեն։ Դե ինչ սիրելիներս, եկեք այս հրաշալի բնությամբ ավարտեմ իմ վլոգը։ Ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ գեղեցիկ օր, ցանկանում եմ ձեզ ամենակարևոր առողջություն եւ ասեմ ձեզ, որ ես էլ ձեզ էի կարոտել, ես շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ կոմենտների համար, համբուրում եմ ձեզ, գրկում եմ ձեզ եւ շատ սիրում եւ ինչպես միշտ ձեր Անահիտը ձեզ ասում է պակա-պակա